Դարի պատմեք, դացուշ։ Հետո վեցում է։ Օպրի մաղջիկը հետո 11 տարի շարունակ սորս զարգացման կենտրոնն օգնել ու աջակցություն է ցուցաբերել հարյուրավոր ընտանիքների, որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Մարինա Պարազյանը, որը կենտրոնի տնօրենն է, նաև հաշմանդամություն ունեցող երեխայի մայր է, ինքն ու եւս մի քանի ծնող ստեղծելով կենտրոնը հանձն են առել բարելավել իրենց երեխաների միջավայրն ու այդ կերպ օգնել նման իրավիճակով գտնվող ծնողներին, իսկ երեխաներին դարձնել սոցիումի լիարժեք անդամ։ Ծնողական խմբով ենք տենց աշխատանքներ նախատեսել կազմակերպել եւ սկսել ենք տարբեր ծրագրերից, որտեղ արդեն 10 տարի ունենք աջակցություն ԶՊՄԿ-ի եւ բարեգործական հիմնադրամի կողմից։ Մենք ունեցել ենք տարբեր մեր փորձառությունները որպես ծնողներ եւ եկել ենք եզրակացության, որ Հայաստանում շատ անհրաժեշտ է միջազգային փորձի օրինակով հիմնել մեկ կենտրոն, որտեղ որ երեխաները սպասարկվեն անընդմեջ ամբողջ տարի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարատև եւ կայուն աջակցությամբ վերջին գրեթե 9 տարիներին կենտրոնը կարողանում է աջակցել տարեկան 150 երեխայի, ավելի քան 8 տեսակ թերապիաներ մեկտեղելով։ Կենտրոնի տնօրենի խոսքով շատ երեխաներ թերապիաներից հետո սկսել են հաճախել մանկապարտեզ եւ դպրոց։ Արցախից տեղահանված Վերոնիկա Պետրոսյանի որդին Բագրատը, որն ունի աուտիկ սպեկտրի խանգարում, այժմ կարողանում է հեշտությամբ իր մտքերն արտաբերել։ Մենք ունենք ադապտացիայի խնդիր, ունենք մի քիչ միտքը արտահայտելու խնդիր, տարուկեսա, որ հաճախում ենք, կենտրոնի հրաշալի մասնագետների օգնությամբ կարող եմ ես որպես ծնող հավաստիացնել, որ մենք գրեթե բոլոր բարդությունները հաղթահարել ենք։ Երևանում գործող կենտրոնը կարողացել է ընդլայնել իր աշխարհագրությունն ու շնորհիվ ԶՊՄԿ-ի հովանավորության 2 տարի է, ինչ կարողանում են ծառայություններ մատուցել նաև Սյունիքի մարզում։ Գրեթե 50%-ը մեր ներգրավման Սյունիքի մարզում օգնում է այնտեղի երեխաներին ունենալ ավելի լավ բարելաված, այսինքն կահավորված կենտրոններ։ Անցյալ տարի ունեցել ենք մի քանի ամսվա տրեյնինգներ Երևանի լավագույն մասնագետների կողմից այնտեղի կենտրոններում եւ այս տարի, այսինքն ավելի քան 30 մասնագետ ներգրաված է եղել վերապատրաստմանը, իսկ այս տարի նախատեսում ենք մայիս ամսին անել մեծ կոնֆերանս։ Սորս տնակի անընդմեջ տրամադրած ֆիզիոթերապիաների շնորհիվ Թևիկ Այվազյանի տղան արդեն կարողանում է քայլել։ Անդադար ֆիզիոթերապիայի շնորհիվ իմ տղան այսօր 5 տարեկանում, այսինքն 5 տարեկանը լրացավ, քայլելու փորձեր արեց, ամրապնդեց եւ 5 տարեկանի վերջին արդեն ինքնուրույն քայլող երեխա, իհարկե աջակցությամբ ձեռքից բռնելով, բայց այն ծնողի համար, որ բալիկը մինչև 5 տարեկան չի քայլել, մեկ էլ 5 տարեկանում քայլեց, դա բառերով պարզապես անհնար է նկարագրել, ինչքան ուրախություն, ամբողջ ընտանիքի մեր ուրախությունը, շնորհակալությունը ոչինչ հնարավոր չէր առանց սորսի աջակցության օգնության։ Կենտրոնը տրամադրում է ֆիզիոթերապիայի, ադապտոֆիզկուլտուրայի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, հոգեբանի, ներառյալ արտ-թերապիան եւ կավագործությունը, ինչպես նաեւ վարքային վերլուծաբանի եւ վարքային թերապիայի ծառայություններ։ Մեզ մոտ հաճախում են երեխաները երկարաժամկետ ստանալով կայուն եւ շարունակական աշխատանք։ Դա շատ կարեւոր է, քանի որ գիտակցում ենք, որ միայն ժամանակի եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել դրական իրական արդյունքի։ Յուրաքանչյուր երեխա արդեն բժիշկը ցուցում է տվել, թե ինչ թերապիաների կարիք ունի։ Յուրաքանչյուր երեխայի կեսը մասնագիտական թիմով քննարկում ենք, գտնում ենք երեխայի ուժեղ կողմերը, շատ կարևորություն ենք տալիս, թե երեխան ինչ է կարողանում անել, այլ ոչ հակառակը։ Եվ այդ ուժեղ կողմը զարգացնում ենք։ Վերջին շրջանում Սորս կենտրոնը ԶՊՄԿ-ի միջոցով կարողացել է ձեռք բերել այլընտրանքային հաղորդակցության բարձր տեխնոլոգիաներից մեկը՝ Տոբին, որը թույլ է տալիս, որ երեխան հաղորդակցվի աչքերի միջոցով։ Հիմա ես ու Նարին փորձենք ձեզ ցույց տանք, Նար։ Համաձայն ես։ Նայում եք ծիտիկին, Նարը։ Քեզ մի հատ ենք նայում։ Կեցես, Նարը։ Ես։ Այդիր, ասում են Նարի աչքները կարդա։ Աչքներով կտրես համապատասխան նկարը։ Ոստիկանի ձենն լսեցինք, չէ՞, մեքենայի։ Անդրի։ Ապրես, դու ճիշտ ես։
ես։ Կենտրոնը նպատակ ունենալով օգնելու առավել շատ երեխաների, Սյունիքի մարզում բացի կենտրոններին աջակցություն ցուցաբերելուց նաև գույքադարան են ստեղծելու։ Այն ծառայելու է գրադարանի սկզբունքով։ 50 երեխա անվճար կերպով գույքադարանից օգտվելով իրենց անհրաժեշտ գույքը կարող են տանել տուն մինչև 1 տարի ժամկետով։ Հենաշարժողական եւ մտավոր խնդիրներով ծանր վիճակում գտնվող երեխաների համար դա տան հարմարեցման սկիզբ է եւ ծնողի համար հնարավորություն շարունակելու այն գործողությունները, որը կատարում են կենտրոնում։ Մեր առաքելությունը եղել է, որ մենք համախմբված կարողանանք եւ Երևանում եւ մարզերում օգնել նման վիճակի երեխաներին եւ ընտանիքներին չզգալ տենց զոհ ամեն մեկը իրեն, այլ համախմբված փոխել եւ ինքներս մեր նկատմամբ նաեւ լինել պահանջատեր, որ երեխաների կյանքի որակը բարեփոխվի, որ մենք լինենք դրանում դերակատարում ունեցող եւ կարեւոր մասնակիցներ։ Սոր զարգացման կենտրոնն ի տարբերություն մյուս կենտրոնների թերապիաները տրամադրում է անվճար շնորհիվ գործընկերների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Երևանի քաղաքապետարանի։ Կենտրոնի տնօրենի խոսքով այս երկարատև հովանավորության շնորհիվ է, որ կարողանում են հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցել որակյալ ու շարունակական աջակցություն։ Տղան ինչ էր ուտում։ Բան։ Հեծո։ Ապրես դու, խփի ձեռքին։